Իսկ ես հիմա ուզում եմ խոսել police chief-ը, Արքանսայի մեկ քաղաքներից police chief-ը, որ թե տարբեր ինքը փոքր քաղաքի police chief-ն է, ինքը սխալներ է տեղի տվել, հետո իրեն ձերբակալում են, տեսնում են տարիներ առաջ մարդ է սպանել այս police chief-ը, բանդում էր, կարողանում է փախուստ տա։ Ես այստեղ ուզում եմ իմացել ցուցադրել, որտեղ այսպես տեսնում եք, սա Արքանսա նահանգում է եւ այս ոճրագործը տեսնում եք այդտեղ սև հագուստի մեջ եք տեսնում իրեն, որ թողեն է գնացեն կամ փախեն է այս police chief-ը եւ գնացեն է այս անտառների մեջ իրեն եք տեսնում 2017-ին երբ որ ձերբակալներն էին երիտասարդ ժամանակ եք տեսնում հիմա այս վերջին ժամանակներում անտառի մեջ թաքնվել են որպեսզի չկարողանան գտնեն իրեն եւ հետեւում են ուրեմն բանդից փախուստ է տվել իսկ նախկինում ցեզ խոսել էի նաեւ Նյու Օրլինզում 10 բանդարկյալներ, որ օգնություն էին ունեցել, կարողացել էին փախչել, դրանց մեջ նաև կա մարդասպան եւ ուրիշ մեծ որ ցմահ բանդարկություն պիտի ունենային, կարողացել էին փախնեին, ես այդ ժամանակ ձեզ հաղորդել էի 10 կարողացել են գտնել ու ձերբակալել, երկուսը տեսնում եք այնտեղ վերևում ամենածախից այդ անձնավորությունները Մասի անունով եւ աչից բարձրունքում երկրորդը դեռ փնտրում են իրենց որպեսզի կարողանան ձերբակալեն սրանք իհարկե Նյու Օրլինզ Լուիզիանա նահանգում էին փախուստ տվել այսպես տեսնում եք police chief-ի հետևից են գնում փնտրում են police chief որ մարդասպան է եւ այդ բանդարկյալները որ տեսնում եք դեռ երկուսը չեն կարողանում գտնեն այսպես վիճակ է տիրում նախապես 3 հոգի էին հիմա դարձել են 2 հոգի գիտեք այս բանդում հաճախ այս բանդարկյալները հիմա մի հետաքրքիր որ իրենք նախքան փախուստ տալը իրենց քրոջը մեկը իրեն քրոջը 11:30 րոպե զանգում է եւ մյուսը իր ընկերուն է զանգում մեկ որ ասում է մեկ հեռախոս գտի իր ինձ համար հեռախոս որ մաքուր է այսինքն համարները գիտեք գնում եք եւ հետո վերանում է այդ հեռախոսը ուրեմն պահանջեն են որ իրենց հեռախոս գտնեն այս մեկը նորից տեսնում եք այդ police chief-ին եք տեսնում որ նա նաև փախուստված է փնտրում են իրեն Grant Hardin անունով թե մարդասպան է թե այսպես բռնաբարեն է մեկին 30 տարի պետք է ազատազրկված լիներ եւ ասացի Արքանսայի Gateway քաղաք փոքրիկ քաղաք է ինչ որ փախել է իրեն այս անձնավորությանը սպանել էր եւ այսպես տեսնում եք հիմա իրեն փնտրում են ես ուզում եմ շարունակել եւ վակցինի մասին խոսել Ռոբերտ Քենեդի կրտսերին նախագահ Թրամփը նշանակել է այսինքն որ Health and Human Services այսինքն առողջապահական նախարարության նախարարն է ինքը եւ հիմա զարմանալիորեն եկավ ասած որ հարկավոր չի որ երեխաներին այսպես COVID-ի տեղը սրսկվի եւ ընդհանուր COVID-ը եթե մեկը առողջ է, հիվանդ չի, կարող է չսրսկի COVID-ի վակցինը չսրսկի եւ հղի կանայք չսրսկեն, որ COVID-ը եթե հղի կին չսրսկի, հաճախ ասեն են, որ շատ վտանգավոր է։ Հիմա այս Ռոբերտ Քենեդի նախարարը իհարկե CDC, Center for Disease Control, կառավարական հաստատության ինքը բասն է, ինքը գլխավոր ղեկավարն է, բայց առանց այդտեղ
այդտեղ գիտնականներ, մասնագետներ են աշխատում, առանց իրենց խորհրդակցության է ասել։ Նաև ինչ որ կարմրուկի համար նաև նա դեմ էր նախապես, ասում է կարմրուկի տեղը վնասակար է երեխային, չպետք է սրսկել։ Հիմա այս կարմրուկի տեղ նրանք, որ այսպես հարցերով չեն սրսկել իրենց երեխային, 2 երեխա մահացել է, 1 չափահաս է մահացել եւ 1000 հոգի այս վարքյանից կարմրուկով տառապում են։ Հիմա այնինչ որ կորոնավիրուսի պատվաստանյութ չեն սրսկեն, բժշկական միություն գոյություն ունի, այս հղի կանանց OBG, այսպես հղիության բժիշկները, որ կանայք կնում են, երբ որ հղի են իրենց կնեն բժիշկը, նրանք միության բժիշկները ասել են, սա շատ վտանգավոր է, հղի կինը պետք է կորոնավիրուսը սրսկի, ոչ թե չսրսկի։ Այսպես տեսնում եք մի հարց է արծարծել Քենեդին, որ բոլորի բողոքի տեղ է տվել։ Ես ուզում եմ այստեղ իմացած ցույց տալ, այս մեջտեղում տեսնում եք Ռոբերտ Քենեդի կրծերին եք տեսնում այդտեղ, որը այսօր CDC կենտրոնի կողմից այդպես ինքը ղեկավարն է եւ այսպես արտահայտվեց, որ երեխաներին, առողջ երեխային եւ հղի կանայք կորոնավիրուսի պատվաստանյութ չսրսկեն եւ քանի որ այս մասնակետ բժիշկները մինչև հիմա օրենքը սա էր, որ 6 ամսական եւ ավելի անձը 2024-ին 25-ին COVID-19-ի վակցինը ասում են պետք է անպայման սրսկել, ընդհակառակը մասնակետները այդպես էին խորհուրդ տվել եւ մանավանդ հղի կանայք պետք է սրսկեն, որպեսզի բարդություններ չստեղծվի։ Այսպես տեսնում եք ինչ որ քիչ առաջ նաև ասացի 6 ամսական եւ ավել բարձր մինչև հիմա կորոնավիրուսի համար այդ էր գրված նախարարության այդ սայթի մեջ, հիմա հանել են այդ, որ 6 ամսական եւ ավելին սրսկի։ Կարմրուկի համար այստեղ տեսնում եք Թեքսասում ամենաշատը տարածված է նաև մեր մոտ Նեբրասկա 32-րդ նահանգն է, որ հիմա այդ կարմրուկը տարածվել է նաև այնտեղ 32 նահանգում կարմրուկը տարածված է այս measles տարածված է այն տարածքում նաև։ Ես մի դադարեցնեմ Հարվարդ համալսարանի մասին պիտի խոսեմ, հետո King Charles, թագավոր Չարլզի մասին խոսեմ, իսկ ուզում եմ հիշեցնել մեկ գրասենյակներ բիզնեսի համար վարձու է տրվում այս շենքի երկրորդ հարկում, նորաշեն շենք է սա, երկրորդ հարկը լրիվ նորաշեն է, գեղեցիկ դռներով, պատուհաններով, տարածքով, պիտի տեսնեք ինչքան գեղեցիկ գրասենյակներ են սա, զանգահարեք, եթե ցանկություն ունեք վարձել գրասենյակ կարիք ունեք։ Քոլորադո փողոցի վրա է գտնվում, շատ մոտ է այս Chevy Chase փողոցի հատման մոտ է, բայց Քոլորադո փողոցի վրա է։ Prime Pharmacy ովանավորում է ծրագիրը Highland եւ Glenox փողոցի հատման կետում է գտնվում, հեռախոս շատ հեշտ է 818 6000777։ Եթե տեղերի կարիք ունեք, զանգարեք այդտեղ ձեր տեղատոմսը այդտեղ ղրկեք, իրենք տեղերը ձեր տանը կբերեն։ Եթե ուրիշ տեղատունից եք վերցնում, կողջ չէ, անպայման զանգարեք այս հեռախոսահամարին, իրենք խոստանում են, որ դուք անպայման իրենց ծառայությունից կողջ պիտի մնաք։ Երևան Shipping ովանավորում է ծրագիրը։ Նախ որ Երևան Shipping ձեզ առաջարկում է, եթե պիտի տեղափոխվեք Հայաստան, կամ ցանկություն ունեք մեքենա ղրկել, այսպես շկաֆ ունեք ղրկելու, մահճակալ ունեք ղրկելու, մատրեսներ պիտի ղրկեք, որովհետև կամ ուզում եք գնաք, կամ ձեր ազգականի համար պիտի ղրկեք, ամենացածր գնով այդ ձեր ինչ որ տանը կա, ցանկություն ունեք փոխանցեք Հայաստան, կփոխանցեն Հայաստան, շատ ցածր գնով փորձեք անպայման։
Իսկ եթե գումար պիտի ուղարկեք $100 ղրկեք, $1 եք վճարում։ Հեռախոսահամարից այս մոտ նշանակեք։ Ծանրոց պիտի ղրկեք օդանավով $2.99 սենտ է։ Իրեն ծովի միջոցով ղրկեք 2.5 կտևի մասամբ նույնը պիտի վճարեք։ Այստեղ մի քանի օրից հետո ձեր ազգականը իր ինչ որ ղրկում եք իրենց, նվերեք ղրկում, մի բան կարիք ունեն ղրկում եք, մի քանի օրից կստանան, ուրեմն փորձեք։ Երկու կենտրոն ունի Լանկիշին փողոց Նորթ Հոլիվուդ, Գլենդելում Փալմեր փողոցի վրա է գտնվում։ Կարավան ռեստորանն է ովանավորում ծրագիրը, Կարավան ռեստորանը Գլենոքս փողոցի վրա է եւ ամեն օր ճաշ է առաջարկում ձեզ, այստեղ հեռախոսահամար նաեւ կա, եթե ցանկություն ունեք զանգահարելու կվերադառնա։ Հարվարդ համալսարանն է, սա աշխարհի ամենաճանաչված համալսարանը, կարող եք Հարվարդը համարել, որ խոշոր համալսարան է, մոտավորապես 30,000 աշակերտ հաճախում է այդտեղ եւ 7,000 այդ աշակերտներից մի քիչ պակաս արտասահմանից են գալիս, որ մեծ գումար են վճարում, որպեսզի կարողանան այս համալսարանում այդ դասավանդումներին մասնակցեն կամ ավարտեն այս համալսարանը, որ այդ մեծ գումարը օգնում է, որ նրանք, որ այս երկրում բնակիչներն են այս երկրի, երեխաները ինչ որ այս երկրի ընդունվում են Հարվարդ, ավել քիչ այսպես թոշակ են վճարում։ Հիմա նախագահ Թրամփը, որովհետև ասում է, որ հրեաների հետ Հարվարդը հրեաշակերտների հետ վատ է վերաբերվում եւ հետաքրքիր է, որ համալսարանի գլխավոր դիրեկտորը ամենաբարձրագույն դիրքում այն մարդը, որ ղեկավարում է համալսարանը, ինքը հրեա է եւ այսպես մեղադրում է Թրամփը եւ ասել է 3 միլիարդ, ինչ որ կառավարությունը միշտ գումար է հատկացնում համալսարանին, 3 միլիարդը չեմ հատկացնելու այս համալսարանին եւ սկսել է այսպես վեճ է սկսել եւ ասել այդ 3 միլիարդը հատկացնելու եմ trade կամ այդ որ արհեստ սովորեն ուրիշ համալսարանների, որպեսզի վնասի այս համալսարանը։ Հարվարդը ոչ մի համալսարան Ամերիկայի այսպես զապազ գումար չունի endowment, որ նվիրատվություն է ստանում։ Համալսարան չկա որևէ աշխարհում կամ Ամերիկայում, որ 53 բիլիոն մարդիկ նվիրատվություն են արել տարիների ընթացքին եւ այդքան պահ տրված գումար ունի եւ կարող է մի քանի տարի տոքա ծախսերը։ Ամենայն դեպս իրենք Թրամփին տատի են տվել, որ ինքը համալսարանների գործումից չպիտի մխրճվի եւ այդպես է մինչեւ հիմա նախագահները համալսարանների հետ չեն մխրճվել իրենց արծի մեջ։ Եվ Թրամփը մեղադրելով, որ հրեաների հետ վատ են վերաբերվում հրեա աշակերտների, այսինքն ուրեմն պետք է պատժի այս համալսարանին։ Ես հիմա ուզում եմ ցույց տալ այստեղ ձեզ համալսարանն եք տեսնում եւ ինչ ասացի այդ 3 բիլիոնը, որ չի վճարվում համալսարանին, մասամբ դժվարություն է ստեղծել եւ եթե արտասահմանից չկան աշակերտներ, ինչ որ Թրամփը ասում է թույլ չի տա, որ էմբասիները, ուրիշ այսպես դեսպանատները պետք է էլ վիզա չտան, աշակերտներին վիզա չտան, որ չկան այստեղ դասավանդումների մասնակցեն։ Social media screening նայում են, տեսնեն այս անցյալում ինչ են գրել, ուրեմն նրանց վիզա չեն տալիս, որ իրենց social media-ում մի բան են գրել, հակահրեական մի բան են գրել եւ ուրիշ հարցեր են գրել, դրանց վիզա չտան, չկարողանան կան այստեղ Հարվարդ կամ համալսարանները մասնակցեն։ Հարվարդին, ինչպես տեսնում եք, միանգամից ասում է թույլ չպիտի տանք, որովհետեւ Հարվարդը ասացի իրեն մեծ գումարը այդտեղից է, որ արտասահմանից աշակերտ է ընդունում,
ուրեմն չպիտի թույլ տան, որ կարողանա դրսից աշակերտ ընդունի, որպեսզի վնասի իրենց, այսինքն ասացի 1/4 աշակերտների 6900 աշակերտ արտասահմանից են, 28000-ից ավել ընդհանուրն է, օրինակ այս երիտասարդը նաև համասարանը ասում է կարողա չկարողանա կա, որտեղ վիզան չեն տալիս, 100 միլիոն contracts, 100 միլիոն դոլար, տեսնում եք federal contracts ունի Հարվարդը եւ 3 բիլիոն կամ 3 միլիարդ grant կամ գումար ինչ որ ստանում է Հարվարդը, ասում է չեմ վճարելու, Թրամփ ասում է չեմ վճարելու, համասարանը ասում է որ այսինքն մեղադրանքը սա է որ հрьяաներին ճնշում է բանացնում աշակերտներին, համասարանի դիրեկտորին եք տեսնում, ասաց ինքը համասարանի դիրեկտորը անգամ հрья է, ասում է որ մենք չենք հանձնվելու, նախագահը այս անկախ համասարան է եւ քաղաքական այսպես ճնշումներին չենք հանձնվելու, ասում է։ Հիմա Կալիֆոռնիային նաև Թրամփը ուզում է իհարկե պատժել, որովհետև Կալիֆոռնիան գիտեք միասեռական, այսինքն transgender, նրանք որ տղամարդ են իրենց կին են համարում, կին են տղամարդ են համարում, պահանջում է կառավարությունը, որ մարզանքներում նրանք որ տղամարդ են եւ ասում են ցանկություն են կին լինեին եւ գնում են մրցությունների մասնակցում են բնականաբար մեկ տղամարդ թեև ինքը զգում է որ ինքը կին է, բայց ֆիզիկապես հզոր է, մասնակցում է դժվար կացություն է ստեղծում աղջիկների համար եւ դա նահանգապետը այս նահանգի ասում է թվով շատ քիչ են, այստեղ տեսնում եք նուսում եք տեսնում, որ ասում է թիվը այդ աշակերտների, որ տղամարդ են իրենց կին են համարում, որ ասացի transgender են, ասում է թիվը շատ քիչ է, դրա համար մխրճվել այդ հարցին հարկավոր չի, ասում է իհարկե այս անձնավորությունը, բայց նախագահ Թրամփի ցանկությունն է, որ տղամարդիկ կանանց մրցություններին որպես կին չմասնակցեն, այդ transgender կանայք չլինեն մրցության մեջ։ Ես ուզում եմ նաև շարունակել հիմա խոսել թագավոր Չարլզի մասին, Քինգ Չարլզի մասին խոսել։ 70 տարի է, պատկերացրեք, որովհետև Անգլիայի թագուհին կամ թագավորի հիմա համարվում է նաև այդ Commonwealth այդ երկրները ինչ որ նախկինում Անգլիայի այսինքն կապող երկրներն էին, համարվում են բարձրագույն ղեկավարը այդ երկրի, իհարկե պաշտոնապես իրենք մի աշխատանք չեն կարող անեն, այսպես մեծություն է կամ պատիվ է ինչ որ տվեն, բայց 70 տարի էր որ իր մայրը եւ ինքը մոտարապես 2 տարի է թագավոր է դարձել, չեն մասնակցել պարլամենտի բացմանը չեն մասնակցել։ Սա նորընտրյալ Prime Minister-ը կամ վարչապետն է Կանադայի, որ ինքը այսպես եթե լիբերալ թևին է պատկանում, այսպես այդ չափավորներին է պատկանում, որ նրանք բնավ Անգլիայի հետ գործ չէին ունենում, պահպանողականներն էին, էլի մասամբ հարգում էին թագուհուն եւ հիմա թագավորին, իսկ հիմա սա անպայման հրավիրեն, ասացի 70 տարի այս գործը չեն արել, որ պարլամենտը բացի Անգլիայի թագուհին կամ հիմա թագավորը, որովհետև Թրամփ ասել էր, որ ցանկություն ունի, որ Կանադան դառնա Ամերիկայի 51-րդ նահանգը, բոլոր կանադացիք մեծամասնությունը դեմ են, ինչ որ Թրամփը ասել է, դրա համար հատկապես կանչել են Անգլիայի թագավորին բացման արարողության համար, ինչ որ կատարում է
թագավոր Չարլզը այստեղ տեսնում եք այնտեղ էր բացման շարունակենք բացման արարողության համար այսպես տեսնում եք Prince Charles այսինքն King Charles-ը իր տիկնոջ հետ Կանադայում հանդիպում է հանրության այսպես տեսնում եք եւ պարլամենտի մեջ նաեւ պարլամենտի անդամների հետ տեսնում եք ուրեմն բացման արարողությունը ծախում վարչապետն է նորընտրյալ վարչապետը Կանադայի որ հատկապես հրավիրեն էին որպեսի Թրամփի այսպես դեմ արտահայտության համար որտեղ տեսնում եք այստեղ եւ բարձրացան բոլորը բարձրացան քիչ առաջ տեսակ ծափահարությամբ որ ընդունում են իրենք Կանադային կապ ունեն Ամերիկայի հետ դրա համար ցանկություն չունեն դառնան Ամերիկայի մի մաս ես ուզում եմ նաև խոսել Լիվերփուլում Անգլիայի քաղաք Լիվերփուլը մեկ անձնավորություն հենց ինքը անգլիացի նախատեսում են որ այսինքն տերորիստական ակտ չի այլ այսինքն օտարացի չեն որովհետև ծայրահեղ իսլամներ եւ այլն գալիս են նման աշխատանք են անում եվրոպական երկրների մեջ Լիվերփուլը հաղթանակ է շահի ֆուտբոլի հայտնի թիմ է ժողովուրդ դուրս են եկել այդ ուրախությունը կատարելու հազարավոր մարդ այնտեղ եկել է այս մեքենայով Պոլիսը ուզում են մտնի այդ տարածքը ինքն էլ մտնում է այսպես արվածում է մեքենայով 65 հոգի վիրավորվել են 53 տարեկան սպիտակ անգլիացի անձը եւ մեղադրվում է հիմա մարդասպանությամբ որովհետեւ վտանգավոր հարց է մտնել եւ ինքը դրագ օգտագործած է եղել այսինքն անձնավորությունը երևի ինքն էլ չի հասկացել ինչ է անում երբ որ դրագի ազդեցության տակ է եղել բայց ամենայն դեպս մեծ վնաս է հասցրել այդ դրանց այդ 65 հոգու մեջ նաև 4 փոքր երեխաներ են ինչ որ վնասվել են թվում է որ որևէ մեկը չեն մահանալու հույսով ենք հենց այդպես է լինելու ինչ տեսնում եք Լիվերփուլում տեղի ունեցող այս չարիքը այդ տարածքում ծրագիրը հովանավորում է Քամրանի Յադիդի փաստաբանն է հովանավորում եթե ավտովթար ունեք ակսիդենտ ունեք զանգարեք այս հեռախոսը համարին տարիներ է աշխատում է եւ հեռախոսը համար կարող եք ձեզ մոտ նշանակեք եթե ավտովթար ունենաք իր հետ խորհրդակցեք ծրագիրը հովանավորում է նաև դոկտոր Բարսեղյան եւ Մահտեսյան հովանավորում են ծրագիրը երկուսն էլ ատամնաբուժներ են Ալիվ եւ Գլենոքս փողոցի հատման կետում գտնվող այդ ատամնաբուժարանն է իրենցը որը հարց ունեք ատամի հետ այդտեղ զանգարեք ժամադրություն վերջեք Vivaldi venues եւ catering հովանավորում է ծրագիրը 3 սրահներ ունի 300 150 եւ 120 նաեւ ամեն օր ճաշ են առաջարկում 5 հոգու համար կամ 10 հոգու համար բայց ճաշը անպայման 5 հոգու համար պատվիրեք կտեսեք շատ ավել է քան թե 5 հոգի բավարարվեն ավել է ուտելիքը նույնը 10 հոգու համար պատվիրում եք շատ ավել է ճաշը դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը աչքի վիրահատող surgeon է նաև եթե ագնոցի կարիք ունեք աչքի ջուր է հոսում լենզ պիտի տեղադրեք զանգահարեք ժամադրություն վերցրեք իր հետ իրենից M&M Liquor Market-ն հովանավորում ծրագիրը M&M Liquor Market գտնվում է Գլենոքս փողոցի վրա 1951 West Գլենոքս փողոց նպարատուն եւ խմիչք եթե արկ եղավ կարող եք վերցնել եթե մինչև $30 առևտուր անեք այնտեղ 10% զեղչ եք ստանալու նաև եթե EBT քարդ ունեք իրենք ընդունում են
EBT քարտը կարող եք օգտվել M&M Liquor Market-ում կվերադառ։ Մեր հյուսիսում Montecito քաղաքը բոլոր որ շատ հեռու չի այստեղից, ամենայն դեպս պատկերացրեք մի ժամ, երկու ժամվա այսպես ճանապարհ է, այս քաղաքը բոլոր ամենախոշոր հարուստները բնակարան ունեն այդտեղ։ Դրանց մեջ Հերին, Անգլիայի թագավորի, այսինքն տղան, Հերին այդտեղ է ապրում, Օփրա Վինֆրի ամենահարուստ արվեստագետ կինը, իրենից ավել հարուստը գոյություն չունի, այդտեղ է ապրում եւ շատ ուրիշներ այդտեղ են ապրում։ Նաեւ այդտեղ մի բիլիոնատեր է ապրում, որ ինքը տանն է լինում այս Montecito-ում եւ գողը գալիս է մտնում է ներ, թվում որ չի իմացել ում տուն է, մտնում տեսել է ընդարձակ տուն։ Ամենայն դեպս ես եմ ցույց տալ մտնում է այդ տունը եւ այնտեղ կին է աշխատում, այդ կնոջը տեսնում եք գեղեցիկ տուն ունի, մեծ տարածք, մտնում է, սա այդ բիլիոնատերն է 80 տարեկան է, նա ինքը տանն է լինում, բայց չի տեսնում գողին, իր աշխատողը այդտեղ եւ մեկը զանգ է տալիս շերիֆ դիպարտմենտ եւ շերիֆները գալիս են, ինքը մի հարկ թրջում է, այսինքն թռնում է գետին, վերևի արգից թռնում է գետին եւ մեկ այդ աշխատողը կին աշխատողին հարվածում է, որ հիվանդանոցն է brain injury, սա ոչրագործն է, ում որ տեսնում եք, այս ոչրագործին եք տեսնում եւ ասացի հիմա տատի պիտի տան այս ոչրագործին 43 տարեկան է եւ տեսնում եք ասացի այդ տարածքներում են ապրում քիչ առաջ տեսակ օփրային տեսակ հետո Հերին այդտեղ է թագավորի տղան զավակը այնտեղ է իր կնոջ հետ ապրում եւ այս մեծ արուստ ասացի ֆիլմեր է պատրաստել այսպես տեսնում եք իր ֆիլմերի շարանն է որ այս աշխատանքներից եք տեսնում իրենը ֆիլմի Թայ իր առաջին անունն է Թայ Warner անունով է իր ֆիլմը այնտեղ տեսնում եք Benny եւ Babies տեսնում եք այդտեղ Baby այդպես անվան տակ ֆիլմեր է պատրաստել այս անձնավորությունը բիլիոնատեր է ամենայն դեպս գողը մտնում է այդտեղ բայց կարողանում են իրեն ձերբակալեն, բայց իր աշխատողը, այդ բիլիոնատերի մոտ աշխատողը խիստ վնասված է գլխով, ուղեղային պրոբլեմ ունի եւ մնում է հիվանդանոցում։ Իսկ ես ուզում եմ շարունակել հիմա խոսել supplement, ինչ որ այս երկրում բիլիոնավոր դոլար ծախսվում է ամեն մարդ սովորել այս երկիրը մի հաբ է վերցնում ասում ես ինչի պետք է ասում ես սա օրինակ թրմրիկ է շատ լավ է մյուսը մեկ ուրիշ տեղ է վերցնում եւ ասում է շատ լավ է հիմա բանից դուրս է գալիս որ անտեղի նախ որ ինչ որ supplement-ը կոնտրոլ չի լինում դուք ձեր տեղերը ինչ որ տեղ կա այստեղ առանց FDA Food Drug Administration-ի խիստ քննության, եթե չենթարկվի, չի հաստատում այս երկիրը։ Օրինակ տեղեր կա ուրիշ երկիր հաստատեն է, բայց ամերիկան դեռ չի հաստատում, որովհետև մեծ խումբ է գիտնականների նայում են տեղերի արդյունքը եւ այլն։ Իսկ supplement ինչ որ վերցնում եք, դա կլինի ամենատարրականը vitamin C, եթե վերցնում եք, D եք վերցնում, չգիտեմ, B եք վերցնում, B12 եք վերցնում, ինչ որ վերցնում եք եւ շատ ուրիշ տեղեր ինչ որ վերցնում եք, հաճախ ասում են դա պետք չի։ Դուք ավել հարմար կլինի, որ նորմալ ուտելիքից, միրգից եւ կանաչից ամեն տեսակ վիտամինները այդտեղ կարող եք վերցնել, որ մարմինը սովոր է դրան ընդունելու, իսկ եթե այսպես սապլիմենտներ եք վերցնում, ուտում եք, մյուս կողմից գնում է անարդյուն կամ կարող է վնաս է տալիս, որ ես այսօր
այդ մեկ օրինակը 75% այս երկրի չափահասներից սապլիմենտ դեղեր են վերցնում, որ իրենք են վերցնում իրենց ցանկությամբ, այս մարդը օրինակ վերցրել 50 տարեկան էր, խիստ լյարդի խնդրեմ ունենում եւ այս օգտագործումը 1995-ից մինչև 2020 թիվ, որ տեղեկությունը հստակ ունեն, 20%-ով ավել են օգտագործում, 8 անգամ ավել են օգտագործում։ Հիմա այստեղ 3 տեսնում եք botanical supplement, մարդիկ բոլորը վերցնում են, turmeric են վերցնում, քրքում են վերցնում կամ տեղին կոճ են վերցնում, ծախում տեսնում եք, green tea extract քաղվածը այդ green tea դա են վերցնում որպես տեղ green tea այդ թեյը խմում եք green tea-ն շատ լավ է, բայց այս extract-ը որտեղ խտացված է մտահոգություն է եւ աշվագանդան ամենաաչում տեսնում եք, մարդիկ վերցնում են եւ natural herbal, այսինքն մտածում են, որովհետև բնական է, ուրեմն լավ է։ Քանի որ այդպես չի, ինչ որ տեսնում եք լիվերին կամ ձեր լյարդին վնաս հասնող է։ Քիչ առաջ անձնավորություն տեսակ, որ խիստ իր լյարդը 50 տարեկան մարդու, որովհետև վերցնում էր այս բնական հավերը, իրենց վնաս այդ մարդուն վնաս էր ասել եւ շատերի վնաս է հասցրել, դա պետք է իմանաք ինչ եք վերցնում, ինչի պետք է։ FDA-ը տեսնում եք այստեղ ասում է մենք այդ տեղերը կամ այդ սապլիմենտները մենք չենք անում եւ չգիտենք պետք է ձեզ թե որևէ ազդեցություն ունի, թե գումար տալիս եք, վերցնում եք եւ այդպես զուր գնում է եւ առանց օգտակար լինելու կամ վնաս նաեւ կարող է հասցնի, սա ասում է Food and Drug Administration այս երկրի։ Ես ուզում եմ հիմա խոսել նաեւ Նյու Յորքի մի տարածք, Նյու Յորքի քաղաքը, գիտեք, սովորաբար այսպես է միշտ եղել այս երկրում, որ քաղաքային հարցերի օրենքը գրում է, օրինակի համար Գլենդելը կամ Բրբանկը չի տարբերում, փողոցները գրվում է մետեղ 25 մայլ արագություն, միտեղ գրվում է stop sign է տրվում, միտեղ ասում է այստեղ չեք կարող փարքանեք, դա քաղաքն է որոշում դրան։ Իսկ քաղաքի միջից freeway է անցնում, freeway-ները նահանգն է որոշում, այս freeway-ի վրա թեև Գլենդելից է անցնում 65 մայլ արագություն, 55 մետեղ է, 45 ուրիշ տեղ, ուրեմն կամ նահանգն է որոշում թրաֆիկին վերաբերող հարցերը կամ քաղաքն է որոշում։ Երկիրը Միացյալ Նահանգների կենտրոնական կառավարությունը չի մխրճվում այս հարցերում, բայց ամենայն դեպս Նյու Յորքում, որովհետև քաղաքը շատ խճողված է, նրանք որ Մանհաթան եղել են, որտեղ ես ապրել եմ այնտեղ, այնքան խճողված է որոշ տարածքները չտեսնված, դրա համար կտեսնեք մի կողմանի է մեծամասնություն փողոցները եւ հիմա տեսան չի լինում, շատ դժվարին է, թրաֆիկը չի շարժվում, մի տարածք, որ քիչ հետո պետք է ցուցադրեմ, ասացին ով իր անձնական մեքենայով կա այդ տարածքը, ամեն անգամ մտնի, այնտեղ նկարում է $9 պիտի անձը վճարի, եթե մտնի այդ տարածքը։ Եվ այդ բերումով մարդիկ ավել շատ ավտոբուսը օգտագործեցին կամ գնացքը քաղաքային մետրոն կամ այնտեղ ասում են subway-ն են օգտվում կամ այսպես բասերով գալիս էին։ Իսկ հիմա Թրամփը ասաց, որ հրաման տվեց, որ դուք իրավունք չունեք մարդկանցից $9 վերցնեք։ Իսկ հիմա նահանգը դատարան է գնացել եւ դատավորը ասել է պետք է Թրամփի հրամանը գործադրելի չի մինչև կա դատարան, այսինքն նահանգը եւ նախագահի կողմից գնան դատարան եւ ներկայացնեն
իրենց կողմը, որ ինչու իրենք կարող են որոշեն, ոչ թե Թրամփը կամ Թրամփը ինչու կարող է որոշի կամ չի կարող որոշի, այդ հարցն է։ Ես այստեղ հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ, տեսնեք, Նյու Յորքն եք տեսնում, Նյու Յորքի տեղին տաքսիները, այդտեղ գրած էր toll, այսինքն որ մտնեն այդ տարածքը պետք է $9 վճարեն, տեսնում եք անընդհատ այս վիճակ տեսնում եք ծախում, թրաֆիկը Նյու Յորքի այսպես է, կանգնած է, stop and go անգլերեն ասում են, չի շարժվում Նյու Յորքի թրաֆիկը, դրա համար արին այս congestion pricing, որ $9, եթե մտնեք տարածքը $9 պիտի վճարեք, այս կարմիրով ինչ որ տեսնում եք Նյու Յորք Սիթի, այդ տարածքն է հարավային Մանհեթանի հարավային մասն է, այստեղ է որ բոլոր այդ մեծ աշտարակներն եք տեսնում, բիզնեսը այստեղ է կենտրոնացած, դրա համար էր սեպտեմբերի 11-ին ռումբը տեղադրին այդտեղ, որովհետև գիտեին, որ այստեղ եթե խանգարեն, լրիվ տագնու վրա կլինի Ամերիկայի տնտեսությունը եւ այդպես էլ եղավ, եթե հիշեք, երբ որ ռումբտրին տնտեսական ճգնաժամ տեղի ունեցավ այս երկրում սեպտեմբերի 2001-ին։ Ամենայն դեպս սա շրջանն է, որ եթե մտնի մեքենա պետք է $9 վճարի, այս հարցն է, որ հիմա նահանգը, քաղաքը Նյու Յորքի Department of Transportation, այսպես Թրամփի հետ վիճաբանության մեջ են եւ դատավորը պետք է լսի դատը, տեսնում եք այստեղ Թրամփը, եթե տեսնեք գլխարկ է, թագավորական գլխարկ է դրել եւ այդտեղ գլխարկը դրված է Trump, այսպես գրված է, աչում Թրամփի գրությունն է, ասում է այդ խճողման գինը ինչ որ դրեն են իրեն հրամանով, իհարկե փետրվար 19 2025-ին մոտարապես մի ամիս իր ընտրությունից հետո ասում է դեդը կամ մահվան է կամ թաղեն է նախագահը Մանհեթանում եւ long live the king, ուրեմն թագավորը ապրած կենա, ինքն է գրել իհարկե թագավոր ապրած կենա եւ տեսնում եք այդտեղ գլխարկը նաեւ դրել է եւ ահա այսպես հիմա դատարանը որոշում պիտի տա, որ փետրվարի 19-ն էր, երբ որ հայտարարեն էր, ամեն ինչ այստեղ վերջ-վերջո անցնում է դատարանը, հասնում է, այստեղ տեսնում եք, ապրիլին 2,300,000 ավել քիչ մեքենա մտավ այդ տարածքը, ինչ որ ասել են չպիտի կան, դա մեծ թիվ է, ինչ որ պակսեն էր, ավել հեշտ էր լինում անցնել, եթե չտնեին այդ $9, ուրեմն այսքան ավել մեքենա մտնելու էր այդ տարածքը եւ հունվարից մինչեւ մարտ 8.1 միլիոն ավել քիչ մեքենա է մտել այդ տարածքը ընդհանուր 2.3 էր եւ տեսնում են, որ հիմա 8.1 միլիոն ավել քիչ մեքենա է մտել, դրա պատճառով է ասում է, որ մենք այս տարածքը ասենք գումար պիտի վճարես, որպեսզի բարդությունը ստեղծվի, որ մեքենա չբերեն այդ Մանհեթանի հարավային մասը, ինչ որ դες քիչ առաջ ցուցադրեցի։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարի շարունակեմ ծրագիրը, խոսեմ այդ ժամանակ նախագահը երկու անձնավորության ներում է տվել, դրա մասին խոսեմ։ Ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն հովանավորում է ծրագիրը։ Hollywood Piano-ն գտնվում է 440 South Royal Parkway Pasadena-ում։ Այնտեղ ամենամեծ դաշնամուրի խանութն է, ամենաշատ դաշնամուրը գոյություն ունի, քան թե որևէ տեղ Ամերիկայում։ Անպայման այցելեք, եթե դաշնամուր պիտի գնեք կամ վարձեք։ Մարգարյանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը։ Եթե ձեր տուն մրջուն կա, միջատ կա, այսինքն դուք վարձակալ եք, անպայման դուք պետք է վարձակալ լինեք, միջատ կա, մրջուն կա, մուկ կա, զանգարեք այս հեռախոսահամարին, եթե դուք վարձակալ եք եւ այդպես է, դա բնակելի չի ձեր տուն։ Դուք ոչինչ չեք վճարելու, մինչեւ ինքը կարողանա ձեզ համար հատուցում ստանա, որովհետեւ դա բնակելի չի։
երբ հատուցումը ստացավ, հետո իրեն վճարում եք, նախապես ոչ չեք վճարում։ Նաև եթե որևէ վնասվածքներ ունեք, միտեղ վայր եք ընկել, ուրիշի մեղավոր է, ուրիշը ակսիդենտ եք ունեցել, ուրիշն է մեղավոր, զանգարեք այս հեռախոսահամարին։ Rafiz Market-ով բանավորում է ծրագիրը, Rafiz Market ձեզ է առաջարկում պատրաստի ճաշ, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու։ Court Furniture-ով բանավորում է ծրագիրը, Court Furniture գտնում է Մրթել եւ Central փողոցի հատման կետում։ Մրթել եւ Central փողոցի հատման կետում է գտնվում ամենամեծ ֆուրնիչերի խանութն է, երբ որ բոլոր խանութները նկատի առնեք 100 խանութ ունի Court Furniture-ը։ Նոր մատրես պիտի գնեք գրասեղան սեղաններ այդտեղ։ Orange County-ում Euclid եւ 405 freeway-ի հատման կետում է գտնվում, նաեւ Santa Ana քաղաքում մեզ մոտ, բայց ամենայն դեպս Ամերիկայում խանութներ ունի։ Անդրե Ղարիբյան փաստաբանն է ովանավորում ծրագիրը, եթե bankruptcy պիտի ֆայլ անեք, եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսի կենտրոնում, զանգարեք, խոսեք, նաեւ եթե մեքենայի վթար եք ունենալու, ակսիդենտ ունեք, զանգարեք, այս հեռախոսահամարին կվերադառնա։ Դուք Քրիսլիներին եք տեսնում, որ 2022-ին, որովհետև խարդախությունն արև գումար էին կողոպտել 36 միլիոն դոլար, տատի էին տվել 10 տարի բանդ էին նշանակել 7 տարի իր կնոջը այդ կողոպուտի համար եւ նախագահ Թրամփը իրենց ներում է տվել, որպեսի pardon է տվել։ Սա որովհետև case-ը federal case է, նախագահի աշխատանքային ծիրի մեջ է, որ որևէ մարդու անգամ մարդասպանին կարող է, եթե ֆեդերալ դատարանում տատի ընտրվել, իրենց անմեղ համարի ինչ որ ներում է տվել, երկուսին ազատ են արձակել այս ամուսիններին, որ ասացի մեծ գումար էին կողոպտել բանկերից, մարդկանցից եւ այսպես։ Ես ուզում եմ խոսել Գազայի մասին հիմա։ Գազայում շարունակվում է այս ռմբակոծումը։ Երկու օր առաջ ռմբակոծերը Իսրայելը 100 հոգու սպանել է այնտեղ, հաջորդ օրը ռմբակոծել է 60 հոգու սպանել է։ Իսկ գիտեք Ռուսաստանը 12 հոգու ռմբակոծել էր Ուկրաինան, 1 հոգու կյանքը շատ արժի։ Ամենայն դեպս 12 հոգին նախագահ Թրամփը բողոքեց, բարկացավ Ռուսաստանի վրա, ասացի 1 հոգու մահը մեծ ցավ է։ Ամենայն դեպս նախագահ Թրամփը խոսեց, բայց Գազայում այդ որ 2 օրվա մեջ 160 հոգի ռմբակոծեց Իսրայելը, մի բառ չի խոսվում։ Հիմա նաև ձևը փոխվել է։ Մինչ հիմա Միացյալ Ազգերի կազմակերպությունը, United Nation-ը, ՄԱԿ-ը ուտելիք էր բաժանում, որ 3 ամիս է Իսրայելը դռները փակել է եւ մարդիկ ուտելիք չունեն 3 ամիս։ Հիմա Իսրայելը որոշել է, որ ինքը այդ բաժանումը կկատարի 8 կենտրոնում, պատկերացրեք 2 միլիոն 300,000 մարդ է ապրում հարավում, որպեսզի իրենք ստիպված լինեն իջնեն հարավ, այդ շարունակենք, եթե տեսնում եք այսպես, տեսեք մարդիկ ինչպես սովից դժվարություն, տեսեք մի տեղից ուրիշ տեղ են վազում, նախապես ասացի ՄԱԿ-ը բաժանում էր 100 կենտրոնից ավել տեղ դժվարություն կար։ Հիմա 8 կենտրոնում տեսեք մարդիկ ինչ վիճակի է բերել, ինչ է տեղի ունենում տարածքում։ Այստեղ ալյուր էր, որ այդ երեխան նստել էր, թափվել է հողի վրա, հավաքում է, որ տանի այդ ալյուրը ինչ որ թափվել է, այսպես տեսնում եք դժվար ահավոր վիճակ է ինչ որ տեղի ունենում, չտեսնված է եւ Եվրամիության երկրները Իսրայելին ասել են, որ պետք է իր քաղաքականության մեջ փոփոխություն տա։ Հիմա Իսրայելը ոչ ոքի ուշադրություն չի դարձնում, մենակ Ամերիկան կարող է ազդեցություն ունենալ, որևէ երկիր Իսրայելի վրա ազդեցություն չունի։ Ես ուզում եմ հիմա խոսել ձեզ ցույց տալ, մեկ օդանավ ցույց տալ, եթե այստեղ տեսնում եք, տեսեք ծուխ է բարձրանում, ինչ որ Բեյջինգ, այսինքն
Պեկինից գնում էր Սան Ֆրանցիսկո, ծուխ է բարձրանում անմիջապես, տեսեք, ճիշտ ուզում է բան է պայթում, նախքան բարձրանա իրեն կանգնեցնում են, որպեսզի դժվարություն չլինի։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ South West-ի մասին, հետո խոսեմ, հետո այս աղավնին մտեն է օթանավի մեջ տա ցուցադրեմ ծրագիրը հովանավորում էր Նաղաշ Լավաշն է հովանավորում ծրագիրը նկարատունը գնում այս տեսակը վերշեք դոկտոր Իբրահիմի հովանավորում է ծրագիրը եթե թաթի վրա թաթի տակ վերքուն է քայլում եք շնչասպառ եք լինում զանգարեք ժամադրություն վերշեք Orange County, Commerce, Encino, Glendale իրեն կենտրոններն են Glendale-ում 616 East Glenox փողոց Պարոն Էդվարդն է հովանավորում ծրագիրը, եթե բիզնես ունեք, ուզում եք վաճառեք, հոգնել եք, ել չեք ուզում աշխատել, վաճառման ժամանակ զանգահարեք այս հեռախոսը համարի։ Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, Sunland քաղաքում է գտնվում, Foothill փողոց, Sunland քաղաք եւ սա հեռախոսը համարն է։ Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը, այս տարբեր գույների մեջ կա սև տեսնում եք սպիտակ, դեղին, կանաչ 6 հատը $9.99 է 6 հատ տանակը շատ սուր տանակներ են սրանք $9.99 է վերջավորությանը վաղը այս տեղի ունենալու մեկ հավաք խնջույք տեղի է ունենալու Ամերիկայում 4 մեծ օթանավի ընկերություններ կան, մեկը Southwest-ն է, որ ասեն է վաղվանից, եթե ճամբրուկ ունեք, մի հատ ճամբրուկ ունեք, $35 է չարջանելու, իսկ եթե երկու հատ ունեք, հաջորդը լինելու $45, եթե ճամբրուկ ունեք, դա գործադրելի է վաղվանից։ Ծրագիր եկավ իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղը, մի շնորհ հանդիպում։